Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի իշխանությունները կօգտագործեն բոլոր իրավական մեխանիզմները վրացական հասարակությունում ատելության խոսքի դեմ պայքարելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վարչական հետապնդում է սկսել 15 լրագրողի եւ քաղաքական գործչի նկատմամբ սոցիալական ցանցերում գրառումների համար։ Հաղորդագրությունների մեծ մասը վերաբերում էր քաղաքական գործիչներին ուղղված վիրավորանքներին։ Վրաստանում արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվում են ատելության եւ թշնամանքի արշավներ։ Մենք կօգտագործենք բոլոր իրավական մեթոդները այդ գործընթացների դեմ պայքարելու համար։ Իհարկե, ատելությունն ու թշնամանքն են, որոնք բացասաբար են անդրադառնում երկրում իրադարձությունների զարգացման վրա։ Թուրք ժողովրդի անունից ցավակցություն եմ հայտնում Ահմադաբադում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին եւ սիրելիներին եւ մաղթում եմ շուտապույտ ապաքինում վիրավորներին։ Կոբախիձեի խոսքով իշխանություններն օրինական իրավունք ունեն իրավական շրջանակներում դիմադրել այս արհեստականորեն պարտադրված արշավներին։ Երկրի վարչապետը շեշտել է, որ ատելությունն ու թշնամանքը չպետք է տեղ ունենան վրացական հասարակությունում։ Վրաց ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում Լեհաստանի դեսպանատան դիմաց, պահանջելով, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ներողություն խնդրի առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցման վերաբերյալ իր հայտարարության համար։ Ուսանողների կարծիքով Լեհաստանի վարչապետի դիրքորոշումը նպատակ ունի շանտաժի ենթարկել վրաց ժողովրդին, ինչին Վրաստանը արժանի չէ։ Պարոն Տուսկը պետք է ներողություն խնդրի վրաց ժողովրդից շանտաժի լեզվի օգտագործման համար։ Վրաց ժողովուրդը միշտ էլ լեհ ժողովրդի բարեկամն է եղել։ Բացի այդ, լեհ ժողովրդի վերաբերմունքը բարեկամական է, իսկ պարոն Տուսկը հետապնդում է միայն իր անձնական շահերը։ Մենք պահանջում ենք, որ պարոն Տուսկը ներողություն խնդրի վրաց ժողովրդից։ Սա վրաց ժողովրդի դեմ շանտաժի լծակներից մեկն է։ Ավելի վաղ Դոնալդ Տուսկը ելույթ ունենալով Լեհաստանի խորհրդարանում ասել էր, որ պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի մեթոդները միջազգային իրավունքը փոխելու համար, անօրինական միգրացիայի ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով։ Տուսկի խոսքով Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը սահմանափակելու կամ կասեցնելու համար անհրաժեշտ է Եվրամիության անդամների ձայների մեծամասնություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանին։ Թուրք ժողովրդի անունից ցավակցություն եմ հայտնում Ահմադաբադում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին եւ սիրելիներին եւ մաղթում շուտապույտ ապաքինում վիրավորներին։ Հիշեցնենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է ավելի քան 240 մարդ, 1 հոգի փրկվել է։ Թուրքիայի ղեկավարության ներքո տարածաշրջանը շարժվում է դեպի ավելի լայն թուրքական աշխարհի ազդեցության դար, հայտարարել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ եւ թուրքական պետությունների հետ հարաբերությունների ղեկավար Քուրշադ Զորլուն, ուրվագծելով Անկարայի արտաքին քաղաքականության նոր հավակնոտ փուլը։ Ելույթ ունենալով թուրքական աշխարհի խորհրդակցական հանդիպմանը, որին մասնակցել են թուրքական տարբեր ազգերի քաղաքացիական հասարակության առաջնորդներ, Զորլուն թուրքական պետությունների միջև աճող ինստիտուցիոնալ, տնտեսական եւ մշակութային ինտեգրացիան որակել է որպես գիտական հաջողություն։ Նա ընդգծել է, որ Թուրքիան այս ի հայտ եկող միասնությունը դիտարկում է ոչ միայն որպես աշխարհքաղաքական ռազմավարություն, այլև որպես բարոյական եւ պատմական պատասխանատվություն, որը արմատավորված է Կենտրոնական Ասիայից մինչև Բալկաններ ձգվող ընդհանուր ծագման, լեզվի եւ մշակութային հիշողության մեջ։ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է արտնացող առյուծ գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս գործողությունները կանխարգելիչ հարված է անվանել եւ հայրենակիցներին նախազգուշացրել Թեհրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի մասին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։ Նեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաքում լսվել պայթյուններ։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության նպատակը միջուկային ենթակառուցվածքը եւ ռազմական կարողությունները վնասելն է։ Նրա խոսքով Իրանը բավարար չափով հարստացված ուրան ունի 9 միջուկային ռումբ պատրաստելու համար։ Գործողության նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, բալիստիկ հրթիռների իրանական գործարանին եւ ռազմական կարողություններին։ Այս գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, քանի դեռ մենք չենք իրագործել մեր առաքելությունը կանխել Իսրայելի ոչնչացման վտանգը։ Իրանը դեռ շոշափելի հնարավորություններ ունի մեզ վնաս հասցնելու համար, մենք պատրաստվել ենք դրան։ Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում Նաթանզում մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։ Ֆարս գործակալության հաղորդմամբ Թեհրանի բնակելի թաղամասերի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 78 մարդ, վիրավորվել 329։
Իրանը կավարտի Իսրայելի կողմից սկսված պատմությունը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով Իսրայելը եւ նրա կողմնակիցները կբախվեն դաժան եւ ցավալի պատժի։ Եկել է վրեժխնդրության ժամանակը եւ այս վրեժը կիրականացվի ցանկացած միջոցով եւ բոլոր գործիքների օգտագործմամբ։ Մենք նրանց չենք թողնի գնալ եւ ծանր հարված կհասցնենք նրանց։ Նրանք սկսեցին այս պատմությունը, բայց մենք Աստծո կամքով այն կհասցնենք մինչեւ վերջ։ Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը անկասկած անսասան կլինեն եւ կպաշտպանեն երկիրը եւ ժողովրդին մինչեւ նրանց վերջին շունչը։ Իրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել Իսրայելի հարվածներից հետո։ Իրանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է իսրայելական հարվածների համար։ Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։ Բացի այդ, հարվածի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին եւ կորպուսի մի քանի այլ բարձրաստիճան սպաներ, ինչպես նաեւ իրանցի միջուկային ֆիզիկոսներ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբասին եւ Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին, նաեւ առնվազն 6 իրանցի միջուկային գիտնական։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, իսկ Ահմադ Վահիդին Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատար։ Իրանի վրա Իսրայելի հարձակումից ժամեր առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել էր, որ Իրանը չի ենթարկվի ուժի կիրառմանը։ Այն բանից հետո, երբ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը խախտում է իր չտարածման պարտավորությունները։ Իլամ քաղաքում ելույթի ժամանակ Փեզեշքյանը մեղադրել էր Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային Իրանի առաջընթացը խոչընդոտելու համար, որոնք արվում են պատժամիջոցների եւ ճնշում կիրառելու միջոցով։ Նրանք դա անում են, քանի որ կարծում են, թե կարող են կանգնեցնել մեր առաջընթացը այդ ճնշումներով, նշել էր Իրանի նախագահը։ Եկեք հավատանք եւ մեր հույսը դնենք Աստծո վրա, որ կարող ենք հաղթահարել բոլոր խնդիրները։ Մենք նվիրված ենք Աստծուն, հետեւաբար մենք նվիրված չենք Ամերիկային եւ նրա դաշնակիցներին։ Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք կռվել աշխարհի դեմ, մենք ուզում ենք խոսել աշխարհի հետ։ Մենք չենք ենթարկվի ուժի, ճնշման եւ ահաբեկման։ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, չնայած ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանաձևի ընդունմանը, ասել էր Փեզեշքյանը։ Նրա խոսքով Իրանը չի շեղվի նախանշված ուղուց, հարստացումը կշարունակվի։ Նույնիսկ եթե մեր օբյեկտները ռմբակոծվեն, գիտելիքները մեզ մոտ կմնան։ Մենք կվերականգնենք այն ամենը, ինչ նրանք կկործանեն։ Հիշեցնենք, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության 35 երկրից կազմված կառավարիչների խորհուրդը բանաձև էր ընդունել Իրանին մեղադրելով միջուկային զենքի չտարածման երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների խախտման համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցել եւ որևէ օգնություն չի ցուցաբերել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակմանը։ Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի վրա հարվածներին եւ մեր գերակա խնդիրն է պաշտպանել ամերիկյան ուժերը տարածաշրջանում։ Իսրայելը մեզ ասել է, որ այդ գործողություններն անհրաժեշտ են իր ինքնապաշտպանության համար։ Նախագահ Թրամփը եւ վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը մեր ուժերը պաշտպանելու եւ մեր տարածաշրջանային գործընկերների հետ սերտ կապը պահպանելու համար։ Թույլ տվեք հստակ լինել, Իրանը չպետք է հարձակվի Միացյալ Նահանգների շահերի կամ անձնակազմի վրա։ Իրանի վրա իսրայելական հարձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահն առաջին գրառումն է կատարել, որում ասված է. Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաքում Իրանի միջուկային ծրագրի հարցով նախատեսվում էր անցկացնել Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների հերթական փուլը։ Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդին Բորուջերդին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ Իրան միջուկային բանակցությունների 6-րդ փուլը տեղի չի ունենա Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա հարվածներից հետո։ Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում հրապարակած գրառմամբ դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։ Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել միջազգային իրավունքը։ Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Օմանը նույնպես դատապարտել է Իսրայելի հարձակումը, որը ըստ այդ երկրի արտգործնախարարության կարող է հանգեցնել խոշոր հակամարտության եւ խոչընդոտում է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
Այս հարձակումը տեղի է ունենում չափազանց զգայուն պահի, երբ ակտիվացել են Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունների վերսկսման ուղղված միջազգային ջանքերը։ Սա ակնհայտորեն վկայում է դիվանագիտական գործընթացը խափանելու եւ ավելի լայն հակամարտություն հրահրելու միտումնավոր ձգտման մասին, որը սարսափելի հետևանքներ կունենա տարածաշրջանային եւ միջազգային կայունության համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական էսկալացիա։ Գուտերեշը կոչ է արել երկու կողմերին էլ զսպվածություն ցուցաբերել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը Իրանին եւ Իսրայելին կոչ է արել հետ քաշվել անհապաղ եւ նվազեցնել լարվածությունը։ Նա Իսրայելի հարվածներն անվանել է մտահոգիչ։ Սթարմերի կարծիքով լարվածության սրացումը լավ չէ տարածաշրջանում որևէ մեկի համար եւ Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն։ Հիմա զսպվածության, հանգստության եւ դիվանագիտությանը վերադառնալու ժամանակն է, հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ։ Կոչ են անում կողմերին լուծել առկա տարաձայնությունները միայն միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար կարևոր է շարունակել շփումները դիվանագիտական ուղիներով եւ ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում։ Թուրքիան եւս խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված ավիահարվածն այն անվանելով միջազգային իրավունքի խախտում եւ տարածաշրջանում անկայունությանը նպաստող սադրանք։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ հակամարտությունների եւ կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում հակամարտության տարածումը կանխելու համար։ Տեղի ունեցողը հաստատում է Նեթանյահուի կառավարության անպատրաստակամությունը խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով եւ իր սեփական շահերի համար տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը վտանգելու պատրաստակամությունը։ Ռուսաստանը մտահոգված է Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության կտրուկ սրմամբ, այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Իրանում իրավիճակին եւ ճառագայթման մակարդակի հարցով կապի մեջ է երկրի իշխանությունների հետ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հետևում է Իրանում ստեղծված խոր մտահոգություն առաջացնող իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ հարձակման թիրախում է եղել Նաթանզի միջուկային օբյեկտը։ ԱՄԳ-ն ճառագայթային ընթացիկ մակարդակի հարցով կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ։ Մենք նաև կապ ենք պահպանում երկրում մեր տեսուչների հետ։ Մոսկվան սատարում է խաղաղությանը Հարավային Կովկասում, պատրաստ է աջակցել Բաքվի եւ Երևանի հարաբերությունների կարգավորմանը, հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Բաքու TV հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Իլհամ Ալիևի իմաստության եւ Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է։ Եվդոկիմովի խոսքով Մոսկվան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ եւ շահագրգռված է երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տրանսպորտային երթուղիների զարգացման, նրանց միջև սահմանազատման շարունակման համար։ Եվդոկիմովն ընդգծել է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, ինչի մասին վկայում է այն փաստը, որ անցած տարի Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել են 4 անգամ։ Պուտինը պետական այց է կատարել Ադրբեջան, երկու երկրի վարչապետերն անցկացրել են 3 հանդիպում եւ մշտական կապ է պահպանվում փոխվարչապետեր Շահին Մուստաֆայևի եւ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով։ Եվդոկիմովն ավելացրել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն։ Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության իրավիճակի պատճառով Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Իսրայել մեկնելուց, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ, իսկ արդեն այնտեղ գտնվողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել առավելագույն զգուշություն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Իսրայելի պետության տարածքում գտնվող Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները եւ հետեւել տեղական անվտանգության մարմինների հրահանգներին, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիներին խորհուրդ է տրվել կապ հաստատել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան հետ։ Ադրբեջանը նոր պատժամիջոցներ է սահմանում բժշկական օգնություն ցուցաբերելու կանոնները խախտելու համար։ Սա արտացոլվել է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում, որը քննարկվել է Միլի Մեջլիսի նիստում։ Օրենքի նախագծի համաձայն առաջարկվում է քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածը հիվանդին օգնություն չցուցաբերելը վերանվանել եւ դարձնել բժշկական օգնություն ցուցաբերելու կանոնները խախտել։ Օրենքի նախագծի համաձայն բժշկական օգնություն ցուցաբերելու կանոնները խախտելու համար նախատեսված են տարբեր պատժամիջոցներ։ Օրենքի նախագիծն ընդունվել է 3-րդ ընթերցմամբ։ Բացի այդ, Ադրբեջանը
աստիճանում խստացվում են անօրինական աբորտների համար նախատեսված պատիժները։ Հղիության անօրինական ընդհատման ժամանակ մարդու առողջությանը վնաս հասցնողները կդատապարտվեն մինչև 1 տարի ազատազրկման։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։